Ինչի է այսպես ակտիվացել։ Ինչի է վտանգ են զգում, ինչ է անում։ Որովհետև անհրաժեշտ է իրենց տրված է ժամկետ։ Նախ եւ առաջ 2026 թվականն է մոտենում եւ ինչքան էլ իրենց այդ 10% 2016 չէ 216,000 նայել են այդ աշխատակազմի ղեկավարի այդ նյութը, որը ասեցի լրագրողի մասին, տեսնեք ինչքան տոկոս է, այսինքն մենք պետք է հստակեցնենք, դրանք կան, իրենք ուզում են այդ մարգինալ, այդ վերգոների շարքերը ավելացնեն եւ բոլորին այսպես ներառեն, ոնց ասեմ դες սրսկեն, մենք գնացողը չենք, կամ մեզ ենթարկվում եք, կամ ձեզ տապալելու են, ինչպես տապալել են, ու ցույց են, ինչու են ցույց տալիս։ Ինչ։ Դուք այդ հարցը տվեք։ Ինչ է։ Ինչու են, որ անօրինական ձևով ձերբակալում կամ ցույց տալիս են։ Վախեցնեն։ Որ ավելի շատ մարդիկ, չէ, դառնան կամ լրացիալ, կամ ակտիվ, ասում դե դա մենք էլ օգտվենք, էլի ես լսել եմ, ինձ մոտեցել են մարդիկ։ Ասում են դե լարսա դե տեսանք դուք ասում եք մենք գիտենք թե սա կգնան, բանը չի գնա, մենք դե մի քիչ մենք օգտվենք, էլի ապրենք։ Սրա վրա է այդ ամբողջ հաշվարկը։ Հիմա քանի տոկոս է պետք ժողովրդին, որ այս խորը անդունդից, որի մեջ մենք ենք, պետք չի մտածել, որ մեզ բերում են, գցում են, չգիտեմ ինչ, ենք արդեն, քանի տոկոս մարդ է պետք, որ կարողանանք մենք դուրս գանք այդ տեղից։ Իմ խորին համոզմունքով 3-4%-ը։ Մենք անցած անգամ դուք էլ տեղին ջղայնացաք, որ իրենց մտավորական կոչվող անգամ գերիների։ Այս վերջերս նայում ենք Տիկին Ալավերդյան, թե հայ առաքելական եկեղեցու կողմից ինչքան այսպես կոչումներ, եկեղեցու կողմից շքանշաններ անի են արժանացել մի շարք բաներ, մտավորականներ, արվեստագետներ, քար լռություն, պղծում են հայ առաքելական եկեղեցին, վեհապարի դեմ այլանդակ ստոր արշավ է գնում, քար լռություն, ոչինչ չկա, հետո նորից այս ամեն ինչը Աստված տա, բնականաբար Աստծով եւ մեր ուժով անցնելու է եւ այդ ողորմելի ճիճուները նորից կգան առաջին պլան։ Դե այդ առաջի պլան գալու Դուք մի պատմաբանի լսել եք, բացառություն են երկուսի, որ միշտ հրապարակում են, դուք լսել եք, որ խոսեն, ասեն էս ինչը, մի գրականագետի լսել եք, այնտեղ հաստագլուխ, չգիտեմ ինչեր կան, դուք լսել եք մի հաստագլուխ, մի գրականագետի լսել եք, ասի, մի լեզվաբանի, ասենք մի հատ Նարինեն Ավորիչ, լսել եք, որ ասեն, էսա ինչ է դա, քանի աստվածաբանի եք լսել, քան չգիտեմ, քանի օգու եք լսել։ Ուրիշ թեմա եք անդրադառնում։ Ես համոզմունք ունեմ, որ մեր գետների մեջ, լինի դա այս գետը, այն գետը, շատ տգետ կա։ Ես լավ հիշում եմ սովետական ժամանակներից, ինչպես էին շատերը պաշտպանում, ինչպես էին առաջանցնում եւ այլն։ Ես ծանոթ եմ շատ մարդկանց հետ, ովքեր որ ուսումնասիրել են միջև անգամ այդ դաշտը։ Եվ այո, ես կարող եմ ասել, որ այդտեղ արժանիների թիվը շատ փոքր է, բայց ինչ է տեղի ունենում այսօր ի վերջո մեզ հետաքրքրում է, դա ախտ է, որը եղել է, դա տեղի է ունենում մի շատ կարևոր երևույթ, ասում են, եթե իշխանությունը այլևս չի համապատասխանում ժողովրդի բարեկեցության եւ զարգացման եւ բարոյական պատկերի զարգացման համար պետք է իշխանությունը փոխել։ Եթե այդ նույն կեցվածքը ունի արդեն միջին խավը, պետք է աշխատել, որ այդ միջին խավը փոխի եւ դրանցից քաղել այդ փունջը, որը կկարողանա աշխատել։ Բայց եթե այդ ախտը անցնում է արդեն ժողովրդի մեջ, դա իսկական վտանգի պահն է։ Մենք ահա այս